Ողջույն, այսօր մեր առջև դրված է մի պատմություն, որը սկսվում է 40 տարվա անապատային թափառումներից հետո։ Մի ամբողջ սերունդ մահացել է, նրանց մեծ առաջնորդը Մովսեսը այլևս չկա։ Խոսքը Հեսուի գրքի մասին է։ Սա ոչ միայն ռազմական նվաճումների պատմություն է, այլև այն մասին, թե ինչպես է վերջապես իրականանում մի խոստում, որը տրվել էր դարեր առաջ։ Մենք ձեզ հետ միասին կփորձենք հասկանալ այս պատմության ամենանուրբ շերտերը։ Իսկապես, համատեքստն այստեղ ամեն ինչ է։ Պատկերացրեք, սա մի նոր սերունդ է, որը ծնվել է անապատում։ Նրանք լսել են Եգիպտոսի, Կարմիր ծովի մասին, բայց իրենք դա չեն տեսել։ Այո, իրենց համար դա ուղղակի պատմություն է։ Ճիշտ այդպես։ Հեսուի գիրքը, ըստ էության, նրանց, այսպես ասած, ավարտական քննությունն է։ Արդյոք նրանք կկարողանան հավատարիմ մնալ այն ուխտին, որը կնքվել էր իրենց ծնողների հետ։ Թե կկրկնեն նրանց սխալները։ Սա է հիմնական հարցը։ Այո, սա է գրքի հիմնական լարվածությունը։ Դե ինչ, եկեք սկսենք հենց սկզբից։ Մեր ճանապարհորդությունը բաժանված է 4 մասի. մուտքը խոստացված երկիր, անհավանական ռազմական հաղթանակները Երկրի բաժանումը, որը ի դեպ ավելի հետաքրքիր է, քան թվում է։ Եվ իհարկե Հեսուի հուզիչ հրաժեշտը։ Ամեն ինչ սկսվում է իշխանության փոխանցումից։ Մովսեսն այլևս չկա, եւ Աստված ուղիղ դիմում է Հեսուին։ Եվ նրան տրված առաջին հրամանը՝ եղիր քաջ եւ հույ ժարի։ Սա պարզապես քաջալերող խոսք չէ։ Բնավ, սա ծանրակշիռ մանդատ է, որովհետև Հեսուի դերը սկզբունքորեն տարբերվում էր Մովսեսի դերից։ Մովսեսը օրենսդիր էր, ազատագրող, միջնորդ, Հեսուն պետք է լիներ զորավար եւ նվաճող։ Այսինքն գործող անձ։ Գործող անձ, այո։ Նա պետք է առաջնորդեր ժողովրդին դեպի պատերազմներ։ Աստծո խոստումը, որ ես քեզ հետ կլինեմ, ինչպես Մովսեսի հետ էի, դառնում է Հեսուի լեգիտիմիտության հիմքը։ Սա ոչ թե առաջարկ է, այլ երաշխիք, եւ Հեսուն անմիջապես սկսում է գործել։ Այո, եւ նրա առաջին քայլը բավականին պրագմատիկ է՝ 2 լրտես ուղարկել Երիխով։ Եվ հենց այստեղ է հայտնվում Ռախաբի անսպասելի կերպարը։ Ինչու՞ է պատմությունը սկսվում հենց մի օտար ոչ իսրայելացի կնոջ պատմությամբ։ Ռախաբի պատմությունը, կարելի ասել, ծրագրային է։ Այն ցույց է տալիս, որ գրքի թեման ոչ միայն ազգային նվաճումն է, այլև անձնական հավատը։ Նա, լինելով կանանացի, լսել էր Իսրայելի Աստծո գործերի մասին եւ հավատացել նրա զորությանը։ Ավելի շատ, քան շատ իսրայելացիներ։ Շատ ավելի ուժեղ, քան նախորդ սերնդի իսրայելացիներից շատերինը։ Նրա տան պատուհանից քաղված կարմիր պարանը դառնում է փրկության խորհրդանիշ։ Դա ակնարկ է Պասեքի գարան արյանը Եգիպտոսում։ Գիրքը հենց սկզբից ցույց է տալիս, որ Աստծո ծրագրի մաս կարող է դառնալ յուրաքանչյուր ոգով հավատում է։ Եվ լրտեսների վերադարձից հետո գալիս է առաջին մեծ հրաշքի պահը՝ Հորդանան գետի անցումը։ Պատկերացրեք այդ տեսարանը։ Հորդառատ գետը պարզապես կանգ է առնում, երբ քահանաները ուխտի տապանակով մտնում են ջրի մեջ։ Այս իրադարձությունը ուղիղ եւ գիտակցված զուգահեռ է Կարմիր ծովի անցման հետ։ Այո։ Սա աստվածային հայտարարությունն է նոր սերունդին։ Այն Աստվածը, որ ձեր հայրերին ազատեց Եգիպտոսից, այժմ ձեզ է առաջնորդում դեպի ձեր ժառանգությունը։ Կապում է անցյալն ու ներկան։ Ճիշտ է։ Իսկ 12 քարերից հուշարձանը պարզապես հուշանվեր չէ։ Դա ֆիզիկական շոշափելի դասագիրք է ապագա սերունդների համար։ Որպեսզի երեխաները հարցնեն։ Այո, երբ երեխաները հարցնեն ինչ են այս քարերը, ծնողները պետք է պատմեն այս պատմությունը։ Սա պատմությունը կենթանի պահելու մեխանիզմ է։ Եվ այսպիսով նրանք արդեն ավետյաց երկրում են։ Անմիջապես տեղի են ունենում մի քանի կարևոր ծեսեր, եւ աստվածային մանանան դադարում է։ Կարծես թե աստվածային սննդի ծառայությունը փակվում է։ Այժմ նրանք պետք է ապրեն իրենց նվաճած երկրի բարիքներով։ Սա նշանակում է վերջ, անապատի շրջանն ավարտված է։ Լավ, այստեղից սկսվում է ամենաթեժ մասը։ Առաջին թիրախը Երիխովն է, հզոր անառիկ թվացող քաղաք։ Եվ նրանց տրված ռազմական պլանը, անկեղծ ասած, պատմության մեջ ամենատարօրինակն է։ 6 օր լուր քայլել քաղաքի շուրջ, իսկ 7-րդ օրն աղաղակել։ Ինչ է սա, ռազմավարություն թե հավատի թեստ։ Կարծում եմ երկուսն է, բայց սա ավելի շատ աստվածաբանական դաս է, փաթեթավորված որպես ռազմական հրահանգ։ Իմաստը զորքի ուժը ցույց տալը չէ, այլ ճիշտ հակառակը։ Աստված հենց առաջին ճակատամարտում նրանց սովորեցնում է մի հիմնարար սկզբունք։ Այս հողը չի նվաճվում մարդկային ուժով, այն ստացվում է որպես պարգև, բացարձակ հնազանդության միջոցով։ Նույնիսկ եթե դա անտրամաբանական է թվում։ Անգամ անտրամաբանական թվացող հնազանդության այո։
Բանն այն չէ, որ քայլելն ու աղաղակելը կախարդական ուժ ունեն։ Բանն այն է, որ Աստծո ծրագրերը հաճախ հակասում են մարդկային ռազմավարությանը։ Սա նախադեպ է ստեղծում նրանց ողջ կյանքի համար։ Հաջողությունը կապված է հավատարմության, ոչ թե ռազմական հմտության հետ։ Այսպիսով, Երիքովի պատերը փլվում են, նրանք անհավանական հաղթանակ են տանում եւ թվում է, թե անկասելի են։ Բայց հաջորդ իսկ քայլը Պարտություն։ հարձակումը փոքրիկ գայի քաղաքի ավարտվում է նվաստացուցիչ պարտությամբ։ Սա ուղղակի պատմողական շոկ է։ Ինչն են չէր։ Սա մետաղադրամի մյուս կողմն է։ Եթե Երիխովը ցույց տվեց, թե ինչ է լինում հնազանդության դեպքում, ապա Գային ցույց է տալիս, թե ինչ է լինում անհնազանդության դեպքում։ Աքան անունով մեկի գաղտնի մեղքը, նզոված իրերից գողանալը, ազդում է ողջ ազգի վրա։ Այսօրվա մեր մտածելակերպի համար սա կարող է տարօրինակ թվալ։ Ինչու պետք է մի ամբողջ բանակ տուժի մեկ մարդու արարքի համար։ Սա իսկապես կարևոր հարց է։ Իհարկե, նրանց համար համայնքը միասնական օրգանիզմ էր։ Նրանք ունեին կորպորատիվ ինքնության գաղափարը։ Մեկ անդամի գաղտնի մեղքը կարող էր թունավորել ողջ մարմինը։ Աստծո հետ կապված ուխտը կոլեկտիվ էր։ Հասկանալի է։ Հետևաբար մեղքը նույնպես կոլեկտիվ հետևանքներ ուներ։ Միայն այն բանից հետո, երբ մեղքը բացահայտվում եւ արմատախիլ է արվում, Աստծո ներկայությունն ու օրհնությունը վերադառնում են։ Հաջորդ դրվագը նույնպես շատ հետաքրքիր է Գաբավոնի բնակիչների խորամանկությունը։ Այո, խորամանկությունը։ Նրանք հնամաշ հագուստներով եւ բորբոսնած հացով գալիս եւ խաբեությամբ դաշինք են կնքում Իսրայելի հետ։ Հեսուն հավատում է նրանց։ Այստեղ լարվածություն կա։ Նա խաբվել է, բայց միևնույն ժամանակ կապված է իր երթումով։ Ինչ է սա մեզ ասում խոսքի քշրի մասին։ Սա ցույց է տալիս, որ հին աշխարհում երթումը բացարձակ սրբություն ուներ։ Այն տրվում էր Աստծո անունով, եւ այն խախտելը, նույնիսկ եթե այն տրվել էր խաբեությամբ, ավելի մեծ մեղք էր։ եւ ավելի մեծ մեղք էր համարվում, քան սկզբնական հրամանը խախտելը։ Գաբավոնացիները փրկվում են, բայց դառնում են տաճարի ծառաներ։ Իսկ Հեսուն, պահելով իր երթումը, ցույց է տալիս իր բարոյական ամրությունը։ Եվ հիմա հասնում ենք այն պահին, որը թերևս ամենահայտնին է եւ ժամանակակից ընթերցողի համար ամենաանհավանականը։ 5 թագավորների դեմ ճակատամարտի ժամանակ Հեսուն աղոթում է, որ արևը կանգնի, եւ տեքստն ասում է, որ այն կանգ է առնում։ Ինչպես պետք է մենք սա հասկանանք։ Արդյոք սա բանաստեղծական լեզու է, թե տիեզերական օրենքների բառացի կասեցում։ Սա իհարկե գրքի գագաթնակետն է։ Գոյություն ունեն բազմաթիվ մեկնաբանություններ, պոետիկ նկարագրությունից մինչև արտասովոր օթերևույթաբանական երևույթ, բայց կարծում եմ բառացի մանրամասների վրա կենտրոնանալու փոխարեն ավելի կարևոր է հասկանալ աստվածաբանական հայտարարությունը։ Ուղերձը։ Այո, ուղերձը պատմողը ցույց է տալիս, որ նույնիսկ տիեզերքի ուժերը, արևն ու լուսինը ենթարկվում են Աստծո կամքին իր ժողովրդի նպատակներն իրականացնելու համար։ Սա աստվածային զորության բացարձակ դրսևորում է։ Այս հաղթանակից հետո գիրքը թվարկում է բոլոր 31 հաղթված թագավորներին եւ հայտարարվում է, որ երկիրը հանդարտվեց պատերազմներից։ Լավ, պատերազմները հիմնականում ավարտված են եւ մենք հասնում ենք այն գլուխներին, որոնք շատ ընթերցողներ հակված են բաց թողնել։ Այո, բաժանումների ցուցակները։ Հողերի բաժանման մանրամասն ցուցակները։ Բայց եկեք չանենք դա։ Եթե ամբողջ պատմությունի իմաստը մի երկիր խոստանալն էր, ապա միթե սա ամենակարևոր մասը չէ։ Ճիշտ այդպես է։ Սա փաստորեն խոստման անդորրագիրն է։ Հիանալի ձևակերպում է։ Այս 4 թվացող գլուխները Աբրահամին դարեր առաջ տրված խոստման ֆիզիկական իրականացումն են։ Հողը պարզապես տարածք չէ, այն ուխտի կատարումն է, ժառանգություն, տուն։ Անցում է թագառական կյանքից դեպի նստակյաց։ Այո, անորոշությունից դեպի կայունություն։ Եվ այս ցուցակների մեջ հայտնվում է մի հիանալի անձնական պատմություն՝ Քաղեբի պատմությունը։ Հիշեցրեք մեզ, թե ով էր նա։ Քաղեբը 45 տարի առաջ Մովսեսի ուղարկած 12 լրտեսներից մեկն էր, մինչ մյուս 10 վախեցան եւ ժողովրդին հուսահատեցրին։ Նա ու Հեսուն հավատացին։ Նա եւ Հեսուն հավատացին, որ Աստծո օգնությամբ կարող են նվաճել երկիրը։ Այժմ 45 տարի անց 85-ամյա Քաղեբը գալիս է Հեսուի մոտ եւ ասում. «Տուր ինձ այն լեռը, որը Տերը խոստացավ ինձ»։ Սա հավատարմության եւ համբերության զոր դաս է։ Եվ նա ստանում է Քեբրոնը։ Ստանում է Քեբրոնը որպես իր երկար սպասված պարգև։ Սա ցույց է տալիս, որ Աստված չի մոռանում իր խոստումները ոչ կոլեկտիվ, ոչ էլ անհատական։ Հողերի բաժանման ընթացքում ստեղծվում են նաև 2 շատ հետաքրքիր սոցիալական ինստիտուտներ՝ ապաստանի քաղաքները եւ ղևտացիների քաղաքները։
Եկեք սկսենք ապաստանի քաղաքներից։ Ո՞րն էր դրանց նպատակը։ Սա հեղափոխական իրավական նորարարություն էր։ Այն աշխարհում, որտեղ գերակշռում էր արյան վրեժխնդրությունը, այս համակարգը կանգնեցնում էր այդ ցիկլը։ Այսինքն, եթե պատահական սպանություն էր լինում։ Ճիշտ այդպես։ Այս քաղաքները նախատեսված էին այն մարդու համար, ով ոչ դիտավորյալ սպանություն էր կատարել։ Նա կարող էր փախչել այնտեղ եւ պաշտպանված լինել վրիժառուհից, մինչև արդար դատավարությունը։ Սա ըստ էության տարբերակում է մտցնում սպանության եւ մարդասպանության միջև։ Սա հսկայական քայլ է։ Այո, ցեղային վրեժից դեպի կենտրոնացված սկզբունքահեն իրավական համակարգ։ Իսկ ինչ կարելի է ասել ղևտացիների մասին։ Նրանք որպես քահանայական ցեղ, մյուսների պես մեծ տարածք չեն ստանում։ Ինչու։ Ղևտացիների դեպքը ցույց է տալիս, որ ժառանգությունը միշտ չէ որ հող է։ Նրանց ժառանգությունը հենց տերն էր։ Փոխարենը նրանց տրվում են 48 քաղաքներ, ցրված բոլոր մյուս ցեղերի տարածքներում։ Սրա իմաստը ռազմավարական էր։ Որպեսզի ամենուր լինեն։ Որպեսզի նրանք, լինելով հոգևոր առաջնորդներ եւ օրենքի ուսուցիչներ, ֆիզիկապես ներկա լինեին ողջ ժողովրդի մեջ։ Նրանք ազգի հոգևոր սոսինձն էին, այսպես ասած։ Եվ այսպիսով երկիրը բաժանված է։ Ժողովուրդը հաստատվել է։ Հեսուն ծեր է։ Նա հավաքում է բոլորին իր վերջին խոսքի համար։ Ուր է նրա հիմնական մտահոգությունը այս պահին։ Նրա հիմնական մտահոգությունն այլևս արտաքին թշնամիները չեն։ Այլ ներքին վտանգը։ Այո, ներքին վտանգը։ Նա գիտի, որ ամենամեծ գայթակղությունը լինելու է հարևան հեթանոս ազգերի հետ ձուլվելը եւ նրանց աստվածներին ու կուրքերին պաշտելը։ Նա տեսել է գայի դեպքը եւ գիտի, թե որքան կործանարար կարող է լինել անհնազանդությունը։ Նրա ողջ խոսքը զգուշացում է։ Միանշանակ։ Մի մոռացեք, թե ով ձեզ բերեց այստեղ եւ մի շեղվեք այն ուխտից, որը կապեց ձեզ նրա հետ։ Եվ Սյուքեմում, պատմական մի վայրում, նա ժողովրդին կանգնեցնում է ընտրության առաջ։ Այստեղ է, որ նա արտասանում է Աստվածաշնչի ամենահայտնի տողերից մեկը. «Ընտրեցեք այսօր, թե ում եք պաշտելու, բայց ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»։ Սա ուղղակի անձնական հայտարարություն չէ, այն մարտահրավեր է։ Այո, սա անձնական պատասխանատվության հռչակագիր է։ Հեսուն ըստ էության ասում է. «Ես իմ ընտրությունը կատարել եմ, բայց ես չեմ կարող ընտրել ձեր փոխարեն»։ Յուրաքանչյուրը պետք է ընտրի։ Նա պատասխանատվությունը դնում է յուրաքանչյուր անհատի եւ ընտանիքի վրա։ Ապագան կախված է նրանց ամենօրյա ընտրությունից։ Ժողովուրդը վերանորոգում է իր ուխտը եւ դրանից հետո Հեսուն մահանում է 110 տարեկանում, կատարելով իր առաքելությունը։ Այսպիսով, ամփոփելով այս անհավանական պատմությունը, մենք տեսնում ենք մի ժողովրդի, որը թափառական անապատից հասնում է իրեն խոստացված ժառանգությանը։ Սա Աստծո հավատարմության, առաջնորդության եւ խոստումների իրականացման հզոր պատմությունը։ Իրոք, Հեսուի գիրքը ցույց է տալիս, թե ինչպես կարող է հավատարիմ սերունդը հասնել նրան, ինչն անհնար էր թվում իրենց նախնիների համար։ Բայց գրքի վերջին խոսքերը նաև զգուշացում են պարունակում. հաղթանակն ու ժառանգությունը երբեք վերջնականապես տրված չեն։ Դրանք պահպանման կարիք ունեն։ Այո, դրանք պայմանավորված են շարունակական հավատարմությամբ եւ ճիշտ ընտրություններով։ Գիրքն ավարտվում է հաղթանակի նոտայով, բայց նաև անհանգստացնող հարցադրումով, իսկ ինչ կլինի հետո։ Եվ ահա մի հարց, որի շուրջ կարող եք խորել այս քննարկումից հետո։ Եթե այս սերունդը ստացավ այսքան հստակ աստվածային առաջնորդություն, տեսավ անհավանական հրաշքներ, կանգնած գետից մինչև կանգնած արև, եւ ստացավ իր դարավոր ժառանգությունը, ապա ի՞նչն է պատճառը, որ հաջորդ իսկ գրքում, դատավորների գրքում, մենք տեսնում ենք նրանց կտրուկ անկումը դեպի քաոս եւ անհավատարմություն։ Ինչ է սա մեզ ասում նույնիսկ ամենադժվար ձեռքբերումների փխրունության եւ մարդկային բնույթի այդքան արագ մոռանալու հակման մասին։